Հունիսի 30-ից պլանավորվում է ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար անցնել գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման եւ ավերացման համակարգում, օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը, եւ դա լինելու է ոչ ուշ, քան Ռուսաստանի Դաշնություն ծրագրված մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ Հիմա բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Առայժմ քննարկվում է ստեղծել RU-ID-ա համակարգ, որը գոսուսլուգի անալոգն է լինելու օտարերկրացիների համար, որ նաև բջջային հավելված է լինելու, որտեղ օտարերկրացին բացելու է իր համար այսպես կոչված կաբինետ, լրացնելու է իր տվյալները եւ դիմելու է, որ ինքը պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Իր տվյալները ստուգվելու են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների կողմից եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի ուղղակի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն on-line հարթակով, եթե 72 ժամ առաջ օտարերկրացին դա վերաբերվում է բոլոր ոչ վիզային ռեժիմի երկրներին, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներին, օտարերկրացին պարտավոր է 72 ժամ առաջ տեղեկացնել, որ մուտք է գործելու Ռուսաստանի Դաշնություն, եւ եթե ինքը չունեցավ հաստատման կոդը, որ ՌԴ պատրաստ է այդ անձին ընդունել, ուղղակի նրա մուտքը թույլ չեն տա Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա եկեք գործնական օրինակով ներկայացնենք, ես ամռանը 5 օրով մտադիր եմ գնալ օրինակ Սանկտ Պետերբուրգ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի եմ, մինչ այդ փաստորեն ոչինչ անհրաժեշտ չէր, պարզապես տոմսը գնել եւ մեկնել։ Հիմա ես պարտավոր եմ ունենալ այդ բջջային հավելվածը, 72 ժամ առաջ հայտ ներկայացնել, որ ուզում եմ գալ ձեր երկիր այս նպատակով, սպասել մինչեւ ինձ կոդը տան, կոդ ունենալու պարագայում նոր ես կարող եմ ձեռնարկել այդ գործընթացը Ռուսաստան։ Քանի որ դեռևս նշված չի, դա վերաբերվելու է բոլորին, ինչ նպատակով մեկնողներին, առայժմ նշված է օտարերկրացիներին առանց վիզային ռեժիմի։ Դե վիզային ռեժիմը հասկանալի է, վիզա պետք է ստանան։ Ոչ վիզային ռեժիմի երկրների համար ստեղծում են յուրօրինակ վիզային մեխանիզմ, այսպես ասած, եւ նշված չի, որ որևէ նպատակի համար անհրաժեշտություն չի լինելու։ Այդպիսի բան գոյություն չունի։ Նշված է ուղղակի, որ ոչ վիզային ռեժիմի երկրների օտարերկրացիները պարտավոր են մեկնելուց 72 ժամ առաջ այս էլեկտրոնային պորտալով տեղեկացնել իրենց գալու մասին, հետևաբար այո, եթե որևէ բան չփոխվի մինչև հունիսի 30-ը, դուք 5 օրով Սանկտ Պետերբուրգ գնալու համար պետք է 72 ժամ առաջ տեղեկացնեք էլեկտրոնային պորտալով, պատրաստում եք մեկնել, այդ էլեկտրոնային պորտալում լրացնելով ձեր տվյալները, որից հետո իրենք կդիտարկեն, եթե թույլ կտան, դուք կստանաք համապատասխան կոդը, որը կներկայացնեք սահմանին եւ սահմանապահը կորոշի ձեզ թույլ տա մուտք գործել թե ոչ։